Շնորհակալ եմ, մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո պարոն փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ կամ աշակերտներ։ Ուզում եմ սկսել, Տիկին Վարդանյան, խոսեցիք մակարոնի գնից, որ թանկացել է, չգիտեմ, 20%, 30%, բայց էլի վերջակետ դրեցիք ու շարունակեցիք։ Ասում եք 5 տարի առաջ այլ գին էր, շատ լավ, 5 տարի առաջ դուք որպես պատգամավոր ստանում էիք 400,000 դրամ աշխատավարձ։ Պարոն Մինասյանը, երբ ձեզանից առաջել էր պատգամավոր, ստանում էր 360,000 դրամ աշխատավարձ։ Մակարոնի գինը կարող է 50% բարձրացել, բայց դուք չեք ասում օրինակ հանրությանը, որ նույն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դուք այսօր 850,000 դրամ աշխատավարձ եք ստանում ամեն ամիս։ Այսինքն 450,000 դրամ ավել աշխատավարձ եք ստանում։ Եվ ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ ցանկացած Հայաստան խմբակցության պատգամավոր, որ պատրաստ է ինձ տալ իր ավելացված 450,000 դրամ աշխատավարձը ամեն ամիս, ես երաշխվում եմ, որ իրան եւ իր ամբողջ ընտանիքի անդամին կապահովեմ մակարոնով։ Համաձայն եք, եկեք գործարքի գնանք։ Ինչքան պետքա տամ, պետքա հետը կեչուպ է կտամ, չգիտեմ, եթե պեստոյով եք ուզում, պեստոյել կառնեմ։ Եկեք այդ գործարքին գնանք, որ դուք ասում եք գները բարձրացել են, այո, գները բարձրացել են։ Խոսում եք ծառայողական մեքենաներից, բադավատներից։ Քաղաքացիների միջին աշխատավարձը 170,000 դրամից դարձել է 270,000 դրամ։ Այո, այդտեղ կա արդարացում։ Այն մարդը, որ չէր աշխատում, չուներ գումար, այո, իր համար գուցե այդ մակարոնի թանկացումը շատ ավելի ծանր է երևում։ Մենք էլ ենք դա ասում, բայց մենք էլ ենք ասում, որ այդ պետք է հաղթարվի աշխատանքով։ Խոսում եք պատավատապետությունից։ Այս տարվա հունվարի 1-ից մենք որպես հանձնաժողով այլևս մեքենա չունենք։ Ձեր ֆրակցիայի ղեկավարը իմ կողմից հարգված պարոն Սեյրանովյան, որ պահին հրաժարվեք այդ պատավատից, ես երաշխավորում եմ տարեկան տրանսպորտի փաթեթ ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղ։ Մենք այլևս չունենք, դուք ունեք, եւ կամ ձեր ֆրակցիայի պատգամավորին ասեք, որ պատավատապետությունից որ խոսում է, թող ձեզ նայի, որտեղ մենք այլևս չունենք, բայց դուք ունեք։ Որ պահին գաք ասեք, ես հրաժարվում եմ այս պետական մեքենայից, երաշխավորում եմ 90,000 դրամանոց, կամ կարծեմ դուք նաև նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության կարգ, նաև մեր բարեփոխումներով մի քիչ զեղչով կառնենք։ Եկեք այստեղ կանգնեք, ասեք, ես հրաժարվում եմ պատավատից, մենք ձեզ կապահովենք։ Մակարոնից բացի տենց ակցիաներ էլ կարող են։ Նայեք, ասում եմ, ուժի մեջ է, հենց հրաժարվեք այդ ավել 450,000 դրամից, ես երաշխավորում եմ, որ կտամ։ Ու երեք այս թեմայով մի ընկեր կար, չեմ ուզում անունը տալ, տենց չեմ համաձայնություն չեմ վերցրել, բայց բովանդակությունը կարծում եմ կարելի է ասել, ինքը գույքահարկի հետ կապված քննադատական բաներ գրել, ինձ ընկեր է, բայց մեզ քննադատողներից է։ Ու տենց իր այդ խոսակցության մեջ մտա, պարզվեց տունը 13,000 դրամ էր գույքահարկը 2021 թվականին, հիմա պետք է վճարի 43,000 դրամ։ Հարցնում եմ, ասում եմ, տունը ինչքան արժի, ասում եմ, դե մոտ $250,000։ Ասում եմ, նայ, այն ժամանակ, որ 11,000 դու էիր վճարում, մոտավորապես 11-12,000 է վճարում էր ոչ թե $250,000 արժողությամբ տուն ունեցող, այլ $2.5 միլիոն արժողությամբ տուն ունեցողը։ Ասում եմ, հիմա քո իդեպ, այնտեղ որտեղ ինքն է ապրում, գուցե շատ քիչ դեպքերից է, բայց լավագույն այգիներից է, որ քաղաքապետարանը ֆանտաստիկ է ուղղակի սարքել։ Ասում եմ, հիմա դու 10,000-ի տեղը 40,000 ես վճարում, այն մեկը, որ ուներ $2.5 միլիոն արժողությամբ տուն, որը հիմա ասենց գոռում է, ինքը 13,000-ի փոխարեն վճարում է 450,000 դրամ։ Եվ ստացվում է, որ դու ավելացնելով 30,000, իր մասնաբաժինը ավելացրել ես 400,000 եւ ավել, ինչի արդյունքում դու ունես հիմա այս այգին։ Լավ է թե վատ։ Եկանք այն արդյունքում ասում, հա, ճիշտ ես ասում։ Ինքը հիմնականում վիճարկում էր այն կոնտեքստը, որ երեք վարչապետն ասել է, որ հիմնական բեռը ընկնում է այդ հարուստների կամ այդ շքեղության վրա, ասում էր, բայց իմն էլ է 4 անգամ, ասում հա, կոնը 4 անգամ է բարձրացել, այն ուստերինը 400 անգամ է բարձրացել։ Հա։ Չէ, դե շուկա 250,000-ը մոտավորապես 70-80 միլիոն էլի, այսինքն տենց դե Իրանը 4 անգամ է բարձրացել, պարոն վարչապետ, 11-ից դարել է 40,000, բայց այն ավելի թանկերը, որոնք մեծ բաժին ունեն եւ ձեր նշված թվերով այդքան է, այսինքն եկանք այն համաձայնության, որ այո, գույքահարկը ինքը տեսնում է դրա արդյունքները։ Հիմա նաեւ խոսում են, ասում են, գիտեք, ասում են ինքնության, այս երկիրի երշիկի եւ ինքնության բանի մասին է։ Տիկին Վարդանյան, օրինակ, երբ որ այդ ազգային ակադեմիական թատրոնի մոտով անցնում եք եւ տեսնում եք, որ ներքնահարկը գիշերային ակում ստրիպտիզ է տվել, վաճառել, այդ էր, այսինքն երշիկի մասին չէր, բայց ստրիպտիզի մասին էր պետությունը։ Եվ հետո գալիս տեղ ասել ազգային բառը հանում են ակադեմիական թատրոնից, ազգային բառը չենք հանում, ստրիպտիզն ենք հանում օպերայից։
25 տարի խնդում ենք, բայց լացելու բանը 25 տարի օպերայի թատրոնի դերասանները զուգարան չեն ունեցել, Այս վերջերս եմ մտել, տեսել առանձնացված զուգարան է կարծում, հասկանում եք դա։ Այսինքն ում էր պետք է այդ անվանումը, որ ասում ենք ազգային, բայց այդ մարդիկ զուգարան չունեին։ Կամ ազգային պատկերասրահի պատերի տակ, որ զուգարան էր դարձել, այդ ազգային հատկություն էր, գնալ միզել ներողություն արտադրության ազգային պատկերասրահի պատերի տակ, տեսել եք ինչ էր կատարում։ Կամ ասում եք պարակտում, Տիկին Գալստյան, իմ կարծիքով մոլորության մեջ եք, նաև դուք, որտեղ այնտեղ, որտեղ քաղաքական պարակտում չկա, այդ վատ բանի մասին է խոսում։ Ես եւ դուք միասին Միացյալ Նահանգներում ենք, Տիկին Գալստյանը չգիտեմ, պատվենով սա թե չէ։ Այս ամերիկացի կոնգրեսականներին ասում է, դե մեր մոտ սևերի ու սպիտակների է բաժանած, այս մարդն ասում է, հա, մեր մոտ է կարմիրների եւ կապուտների է բաժանած։ Ասում է, չէ, մեր մոտ սրանց ասում են, ես մեր մոտ այն մարդն ասում է, հա, մեր մոտ էլ հանրապետականն են, փիղ են ասում, դեմոկրատների էշ։ Ու sense զարմացած կանգնել ասում հա հաստատուն տենց այո տենց է Տիկին Գալստյան որտեղ այդ քաղաքական պարակվածությունը դրա մասին է Տիկին Գալստյան տեղից ինչի եք արձագանքում մի հատ Տիկին Գալստյան կգրանցվեք ֆրակցիայի անունից գրանցվեք եկեք խոսենք այսօր ձեր անունը իմաստալից տալա Մեկ էլ չեմ հասկանում էլի գալիս են այստեղ գալիս է կանգնում է մի մարդ խոսում է ինչ Գալստյան մի ընդհատեք տեղից Զուտ ազնիվ չի էլի այսինքն մի գործարարից ասֆալտը ուզես որ գա քո տան դիմացը անի հետո հանգստիդ փողը տա հետո հենց այդ գործարարը որ հասկանա որ արա մի րոպե ոնց որ շրջանառության թազը հարկ է վրես դրված հենց հրաժարվի քեզ այդ փողը տալուց մեկը գա ստեղ կանցած տեսել եք իր ապօրինի շինությունը չէ չենք տեսել որտեվ երբ որ պիտի տենայինք դու պետք է խոսայիր դրա մասին չէիր խոսում ստանում էիր այդ եկամուտները Տիկին Էլինար Վարդանյանը մեջ է բերում Նախորդ օրվա այն մյուսօրվա վերցել եմ իմ եւ իր հարցազրույցները։ Կամ լավ, մի արտահայտություն եմ մեջբերում եմ անում։ Ներքին եւ արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողված եւ տապալված են։ Այսպիսով կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձևված իշխանություն, որի արդյունքում անհուսությունը խորանալու է, անարդարությունն է խորանալու ավելի է մեծանալու արտագաղթը եւ լրջորեն վտանգված է մեր երկրի անվտանգությունը։ Գիտեք այս հայտարարությունը ով արել ու երբ։ Իմ կողմից էլի արված պարոն Սերյան Օհանյան 2017 թվականին։ Հիմա գալիս կանգնում ասում եք այն ժամանակ ամեն ինչ լավ է, ժողովուրդ, դուք եք ասել, որ այն ժամանակ իդեպ այս բոլոր խոսքերի հետ համաձայն եմ ամբողջությամբ, պարոն։ Ինչ ասել եք համաձայն եմ։ Բայց դուք եք ասել բոլոր ոլորտները ձախողած եւ տապալված են, ներքին արտաքին անվտանգությունը կա, մեր երկիրն է վտանգված է։ Հիմա էլ այստեղից նույն պարոն Քոչյանն եկել էր, Լևոն Քոչյանն ասում էր ես չեմ պատկերացնում, որ այն ժամանակ մեկը գար ասել, որ երկիրը վտանգված է, ժողովուրդ, ասել եք։ Այն ժամանակը դիմադիր էր։ Եվ քանի որ կրթությունից խոսացին, ես բոլորի խորհուրդ կտամ մի հատ գիրք եմ ես վերջերս ընթերցում Պողոս Պետրոս, կարդացեք էլի, մեր վերջին 200 տարվա այս պատմության մասին է, ու այսօր մի էջ էի ընթերցում, որ չգիտեմ, մի տեսակ համընկավ էլի։ Իդեպ քաջազնունուց էլ տողեր կար, երևի այդ մասը ասեմ էլի, ժամանակս եթե հերիքի։ Թուրքիան, այո, Եվրոպայի սա 20-րդ դարի սկզբի մասին է։ Ասում է Թուրքիան, այո, Եվրոպայի եւ Ռուսաստանի կողմից իրեն պարտադրված հայկական ռեֆորմների պատճառով գրգռված էր հայության դեմ, բայց անմիջ ծնապարծությամբ եւ հիվանդագին ռուսամետությամբ կամավորական շարժում սկսելով ըստ էության պատերազմ հայտարարեցինք Թուրքիային։ Հրահարեցինք, որ օր առաջ եւ առավել եռանդով ձեռնամուխ լինել հայկական կոտորածներին։ Քաջազնունու անունը տվեցիք։ Ասպա Վանից եկավ Քաջազնունին, պաշտոնական հանձնարարությամբ զեկուցեց, որ Վանի եւ Արևմտյան Հայաստանի մյուս դաշնակցական կամավոր կառույցները կտրականապես դեմ են այսպիսի շարժում ստեղծելով, համարելով, որ սա վտանգում է մեր պետականությունը կամ հայերի անվտանգությունը։ Մեկ երկուսս այդ թվում եւ ես Աբգար Դպիր հեղինակն ասում, քո շնորհիվ քիչ թե շատ լուսավորվածս փորձեցին խելամիտ գտնել պահանջը, բայց Նիկոլայ Կայսր ու Ռուսաստան աստվածացնող մեծամասնությունը ոչ միայն 1-2-ից, այլև Քաջազնունու բերանը փակեց։ Հետո շարունակում ասում, ինչև է։ Պատերազմը, որը համաձայն ազգային բյուրոյի հավաստիացումների եւ ցարական խոստումների հայկական 6 վիլայետներին առնվազն ինքնավարություն պիտի տար, սկսվեց խորշակի պես անցավ մեր խանդավառության վրայով եւ երեկվա հարսնակավորներս այսօր նստած ենք Արևմտյան Հայաստանի շիրիմի առաջ։ Այս էլի ձեր դաշնակցական հատվածներից է։ Ու շարունակում է
Ասում է Գերմանիայից ու Անգլիայից ենք դժգոհում, որ միջամտում են մեր գործերին։ Ռուսները բոլորին տվել անցել են։ Վարդապետին ապշեցնում են հայ էմիսարները, որոնք Ռուսաստանից, այս էջն է ես որ կարդում էլի, որոնք Ռուսաստանից գործուղվել են դեռևս ոտքի չկանգնած երկրի հիմքերը քանդելու 10 վայրկյան կամ 20։ Եվ քանդում են։ Քանզի դարերով օտարի հպատակության ընտելացած հայը տեր է ուզում։ Վերջին 100 տարում էլ ռուսին է տեսել։ Ինչ է այս հայ էմիսարների ուզածը։ Ղարաբաղում տիրացել էիք իշխանության։ Ինչ արեցիք։ Այնտեղի հայերի համար բացի այն, որ տասնյակ հազարների տանջալից մահվան պատճառ դարձաք։ Գալիս են ժողովներ անում, ինչ որ կազմակերպություններ ստեղծում, իշխանության բացահայտ կոչեր անում։ Ինչով է նրանց խանգարում այս պետությունը։ Խանգարում է այնքանով, որքանով խանգարում է Ռուսաստանին, որը չի պատկերացնում, թե հայը պետք է իր ոտքի տակից գնա եւ ահա իր շներին է ուղարկել այստեղ հաչալու, բայց ցավոք Հայաստանը դեմոկրատական հանրապետություն է եւ չի կարող արգելել այս կուսակցությունների գործունեությունը, ասել է թե հակապետական քարոզը։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։